Ռուսական մամուլը փորձել է իրերն իրենց անուններով կոչել, այսպես է մեկնաբանում ռուսական կոմերսանտ թերթի հրապարակումը Հայաստանի Հանրապետական կուսակցության падգամավոր Խոսրով Հարությունյանը։ Թերթը Սերժ Սարգսյանին ներկայացրել է որպես Հայաստանի Հանրապետության հին ու նոր նախագահ։ Ես կիսում եմ նրանց կարծիքը, եւ ոչ միայն ես, նույնիսկ Սերժ Սարգսյանի հակառակորդներն ու օպոնենտներն են կիսում այդ։ Ըստ Խոսրով Հարությունյանի դա խոսում է այն մասին, որ միջազգային հեղինակավոր կառույցներն ու մամուլը Սերժ Սարգսյանին համարում են ֆավորիտ։ Շատ ու շատ միջազգային կառույցներ, այդ թվում լրատվամիջոցներ Հայաստանում եւ Հարավային Կովկասում երկարաժամկետ իրենց քաղաքական նպատակներ իրականացնելու համար փնտրում են եւ կուզենան տեսնել վստահելի կայուն գործընկեր։ Նրանք այդպեսին տեսնում են Սերժ Սարգսյանին։ Արդյոք սա օրենքի խախտում չէ, երբ մինչ ընտրությունները թեկնածուներից մեկին հաղթանակ է վերագրվում։ Վերջնաշոտ նախ մեր օրենսդրությունն անցրել չի տարածվում, դրանից։ Հայ ազգային կոնգրեսի падգամավոր Գագիկ Ջանգիրյանը ընդհանրապես չցանկացավ անդրադառնալ Սերժ Սարգսյանի վերաբերյալ կոմերսանտի հրապարակմանը։ Քանի որ Հայ ազգային կոնգրեսը այս նախագահական ընտրություններին չի մասնակցում եւ նաեւ առաջադրված որևէ տեխնացուի չի սատարում այդ բնույթի հարցերին իմ պատասխանելը կամ կոնգրեսի որևէ անդամի պատասխանելը ավելորդ եմ համարում։ Նարինե Էրիցյան, Սևակ Մեսրոպյան, IPF։